Եվրոպական միությունը անգամ 44-րդ պատերազմից հետո մի քանի փաստաթղթերում լուրջ արձանագրել է, որ Ադրբեջանը ագրեսոր է, որ գործել է ռազմական հանցագործություններ եւ պետքա պատժվի, որ Թուրքիան ապօրինի ձևով բայևիկներ է բերել այստեղ, որ կիրառվել են զենքի տեսակներ, այսինքն այդ արձանագրված է 20 թվականի եվրոպական զեկույցներում արտաքին քաղաքականության եւ անվտանգության դա արձանագրել, ավելին ասեմ քեզ 21-ում էլ արձանագրել։ Դե իրենք իրենց ապահովագրել են ի վերջո։ Իրենք դե չեն մեկ եւ երկրորդ, բա հետո խի չկա, շատ բարձր իրենք տեսան, որ այս կլիենտի վեճը չի вообще։ Այս կլիենտը ավելի շուտ է հանվում, քան իրան ասում են հանվի։ Ինք ավելի շուտ է մուզիկան չսկսած հանվում է կլիենտ ու հանեցին։ Թուրքիայի հետ Թուրքիայի անդամակցության հարցում Եվրամիության, հիշում ես, մշտապես ցեղասպանության, հայոց ցեղասպանության հարցը եղել է նախապայմաններից մեկը։ Այո։ Դաժե բան կար, սպիկեր կար Եվրոպարլամենտի Շուլցը, եթե Մարտին Շուլցը, եթե չեմ սխալվում, կնայեք, անգամ հայտարարել է լինելով Եվրոպարլամենտի սպիկեր մի 10 տարի առաջ, մեր օրոք, նախկինների բան, որ մինչև Թուրքիան չճանաչի հայոց ցեղասպանություն, բառացի չեմ ասում, իմաստ եմ ասում, չի կարա դառնա Եվրամիության անդամ։ Կան հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի կողմից իհարկե իրեն շահներ եվրոպացիների, բայց իրենք դա ասում էին, չէ։ Հիմա դա вообще չկա։ Թուրքիայի զեկույց 120 էջա Եվրոպական միության անդամակցության վերլուծությունն է, դե խիատ են շատ, կրիտերիաները շատ են, ամեն կրիտերիա։ Ման հայերը հիշատակված են հայկական հարցը։ Միտեղ գրած է, որ Թուրքիայում արգելվում հայոց ցեղասպանության օրվա նշումը զանգվածային միջոցառումներով, միտեղ գրած է, որ հայերին, եզդիներին, հրեաներին, հույներին բան մի քիչ ճնշում է Էրդողանը, միտեղ գրած է, որ այսին պատրիարխ բան տենց կա, в общем, այսինքն դե որովհետև Փաշինյանը մաքրում է Թուրքիային, այն ինչը որ խոչընդոտել է Թուրքիային դառնալ Եվրամիության անդամ, Փաշինյանը մաքրում է, բա ինչ է անում։ Չէ, այդ չի։ Չեմ համաձայնվի որ դա, գիտես, ինքը ոչ թե Եվրամիության ճամփեն է բացում Թուրքիայի համար, գիտի կյանքում չի, Թուրքիան կյանքում չի լինելու Եվրամիության անդամ, մոռացեք, իրանք էլ լավ գիտեն դա։ Նիկոլ Փաշինյանը պարզապես իր խաղի համար Էրդողանին է վաճառվում, ուրիշ ոչ մի բան։ Չզարմանաք, այո, ինքը դառնա թուրքական պետություններում Հայաստանը դառնա դիտորդ անդամ մի օր, եթե սան շարունակվի։ Թուրքական պետությունների կազմակերպությունում գնան ասեն մենք էլ ենք դիտորդ ենք ուզում։